Այնքան բարձր է տատելության ձայնը, որ մեր ձայներն են լռեցվում։ Արցախի կորուստը ինձ համար հավասարազոր է եղել իրեն երկրորդ անգամ կորցնելու հետ։ Իրենց հայրերը, իրենց մայրերը հանուն ոչնչի չէ, որ զոհվել են։ Իրենք զոհվել են առաջին հերթին հանուն իրենց զավակների ապագայի, հանուն ինչի ու այդ հանունը Արցախն է եղել։ Podcast Ստիկած դուելսկաց Քաթանինք ու այսինք վերես քաթանելը ստամել բարևելի ձևն է եւ եթե կան մարդիկ վեր հալամ հասկացածություն հատկապես մեն խեյտերը վեր այսինք իրալը ծազասինք մուկվերստի բարևումք սոր միջև սկսելը շնորհակալություն հայտնենք գործարար Ալիքին, հա եւ երևի թե արդեն նկատալով վերմունքը նոր տաղավարոնիկ, փոփոխված տաղավարոնիկ ու հույսոնին վերս այս տաղավարածը ավելի շատ ատուրքելական, որտեղ մաս շատ տուրակյան, որտեղ մեր հյուրին ավելի մոտ ենք զգում եւ զրույցները ել ավելի ջերմնին են։ Դուք էլ մեկնաբանություն եմ գիրեցիք մեր էսմին տաղավարն լավ թան նախորդը ու նաեւ սպասեցիք վեր չէ լավ Վեշում պենի պետք սպասինաս Նոմչենք իհարկե շնորհակալություն հայտնենք ձեզ մեր դիտորդներ վեր պարտաջանա ջեշմըք մեր բոլոր քաթերը իսկ եթե հալա կամինը վեր եշել չք սրանից հետո նաև կքինակ ունակը եշիկ եւ ամենամետ շնորհակալությունը մեր Patreon-ում եւ Ռեարմենիայում աջակցողներին մարդիկ վեր մզնետ միասին ընկերտում ես քաթերը պահպանում եւ թվայնացնում Արցախի բարբառը կյանք տալավ Արցախին շունչ տալավ բարբառին շնորհակալություն վեր կակ ու հույսոնիկ վեր շտնանք Սորվա մեր քաթը շատ ջերմ քաթայինական որովհետեւ խոսլանանք արժեքների մասին հերոս ինիլի հերոսի աղջիկ ինիլի եւ ադելու խուժեգի դացին հուվահյուրը եւ հերոսության ընկալումների մասին սորվա մեր հյուրը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Ասպրամ Կրպեյանն հունցիկ Ասպրամ լավ դուք հունցիկ լավ ասացաք լավ Դե բարբարա խոսմաս вообще փչատում Ես ցավոք չեմ կարողանա ամբողջ հաղորդման ընթացքում շատ ցավոք ձեզ հետ բարբարով քաթանիմ բայց այնքան ջերմ ու այնքան տաք զգացումներ ունեմ հիմա այս շոկ տաղավարում որ անբացատրելի է ուղղակի այդ զգացումները խոսքով չես կարող փոխանցել ես հուսով եմ որ հեռուստադիտողները մեզ դիտողները մեզ ունկնդրողներն ու ակնդրողները կկարողանան գոնե ջերմության մի փոքրիկ չափաբաժինը ստանալ պատմություն լսեցի որ ցավոք սրտի ես ատելության քարոզի շրջանակներում մարդիկ երբեմն իրենց փոքրիկներին խրախուսում են փողոցում չխոսել հավելյալ թիրախավորումից խուսափելու համար եւ պաշտպանելու համար այդ էլ պաշտպանական բնազդի դրսևորումներից մեկն է որ փորձում են իրենց բալիկներին, իրենց թորնիկներին այդ հավելյալ թիրախավորումից, ատելությունից պաշտպանել ու միակ ճանապարհը ցավալիորեն տեսնում են նրանում որ չխոսեն բարբառով ես շատ ուզում եմ որ այդպես չանեն շատ պիտի խնդրեմ շատ ես գիտեմ որ շատ դժվար է կլինի իրենց համար այս խոսքերը լսելը որովհետև իրենք այդ ատելության ալիքի առաջին թիրախներն են առաջնային թիրախներն են բայց ես ուզում եմ որ իրենք դա չանեն որովհետև այնքան կարևոր է որ մենք շարունակենք խոսել շարունակենք կարճած մնալ այդ երազից որովհետև երազները իմ ընկալմամբ իմ աշխարհընկալմամբ դրանք իրականություն դառնալու միտում ունեն եւ անպայման եթե այդ կամքն ու վճռականության հետ կամքի ու վճռականության հետ զուգորդվում են անպայման իրականություն են դառնում այնպես որ պիտի խոսենք որ կարողանանք վերադառնալ ես կարծում եմ եթե չխոսենք այդ պահին կկորցնենք այդ երազը, այդ հույսը, այդ հնարավորությունը իդ վերադառնալու այնպես որ փոքրիկներ շարունակեք խոսել
ձեր տատիկներին, պապիկներին, մայրիկներին, հայրիկներին։ Իսկ թվում է այդքան տատիկներն ու պապիկները, այսպես ասած, մեհել չեն գցում այդ հայացքներին, խոսքերին, ինչքան վեր մամանն, պապանն, ու շատ դեպքերի միլեցա վեր ես էլ օրինակ վերսկանամ բարբար, մի պաստի սուսուման վեր ավելի կենտրոնանամ ու սկանամ, ու զգում եմ վեր իրանք ստիստուգողական մին հայացքն նետում քիզերա, դե մունքելի ես եմ դիանում շատ լավ վեր, եթե ժպտում են ուրեմն շարունակ է խոսել բարբարավ, անվտանգը, հա, եթե չէ, դե մի ձևի զգաստանում ես, բայց ես էլ իմ օրինակավասին վեր երբեք դադարալ չում խոխնահատ փոխին գրական խոսի, ավելին, հստակ ավելի խոսում եմ բարբարավ, հանցորամ իմ խոխասել գիտա, որտեվ գիտվել չի մի քանի տարուց մեր բարբարը ինչ վիճակում այնն եւ մեզ լսող մամաներ ու պապաներ, դուք էլ անպայման շարունակացեք խոսել բարբարավ, հուզական այս դաշտը ստեղծվալա աչից ձախից լեցնում, բայց ոզում Միխրեգել, դու բայց ասաս առաջի հարցուն իմ տալի, սա սուսը Դե կտամ, սպրամ, պոդքաթը սկսելու հենց առաջի պահից էր, մունք մեր մտքում հերոսներ ենք ունեցալ, որոնցից մինը տուվս իրայլ ու գիմ չում, իմ մոտ տպավորությունա վեր դու միշտ ազգացալս, մզետի մոտ հպարտությունա վեր դու ստղս, ոզում տսնամ դու ազգացալս վեր դու մեր հյուրը տրնուան ստաչը, թա պրոստը զուտքիս էտի։ Դու տարածես։ Հպարտությունը իմն է ամբողջությամբ, պարտավորվածությունը իմն է ամբողջությամբ, ինձ համար շատ կարևոր էր, որ յուրաքանչյուր իմ արցախցի քույր ու եղբայր իրեն այստեղ Երևանում, Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ մարզում, գյուղում իրեն զգա իր տանը։ Ինձ համար շատ կարևոր էր, որ իրենք հասկանան, որ այստեղ իրենց պես հայ մարդիկ են ապրում, ովքեր իրենց ցավով, իրենց վշտով հետաքրքրված են, ովքեր իրենցն են համարում այդ վիշտն ու ցավը, ովքեր նույնությամբ զգում են կորուստը, ովքեր ամեն բան կանեին, որ այդ դժգույն ու դժբախտ իրողությունը մեր կյանքի մասը չդառնար, ովքեր նաև պատասխանատվության մեծ զգացում ունեն ձեր նկատմամբ, իրենք իրենց արմատների նկատմամբ։ Ես շատ ուզում եմ, որ յուրաքանչյուրդ այդ զգացումը ունենաք, որովհետև այնքան բարձր է տատելության ձայնը, որ մեր ձայներն են լռեցվում։ Ես ուզում եմ, որ բոլորը, ովքեր այդ ցեղասպանական ճանապարհով անցել են, իրենք հասկանան, որ այդ ճանապարհը մենակ չեն անցել, թեև մենակ են եղել այդ ճանապարհին, բայց մենք ամեն վարքյանը վերապրել ենք իրենց հետ ու հիմա էլ մեծ պատասխանատվություն, ես անձամբ մեծ պատասխանատվություն եմ զգում ցանկացածի նկատմամբ, ով ստիպված է եղել իր հայրենիքը լքելու, որովհետև ես չեմ պատկերացրել երբևէ Հայաստանը առանց Արցախի, ես չեմ պատկերացրել երբևէ ինձ առանց Արցախի, ես միշտ ասում եմ ինձ համար Արցախը եւ կարծում եմ, որ իմ ճակատագիրն ունեցած ցանկացած երիտասարդի համար Արցախը իր կորստի մարմնավորումն է եղել, այսինքն իմաստը հանուն ինչի դու զոհել ես քեզ համար ամենաթանկը, հանուն ինչի ու այդ հանունը Արցախն է եղել, ամեն հողը, ամեն հողի հատիկը, ամեն ջրի կաթիլը, ամեն թուփը, դրա համար ամեն Արցախ այցը ինձ համար ինքս իմ արմատի հետ կապվելու հնարավորություն է եղել ու չգիտեմ գուցե շատերի համար ովքեր այդ պատիվը, առիթը, հնարավորությունը, երջանկությունը չեն ունեցել Արցախում լինելու, այս մեր խոսքերը շատ պաթետիկ թվան կամ շատ անիրական, անընկալելի, բայց չկա մեկը, ով գեթ մեկ անգամ Արցախում եղել է եւ մինչեւ հոգու
վերջին լարը չի ազդվել, չի զգացել այդ զորությունը, մարդկանց ջերմությունը, չի զգացել իր ու իր արմատի կապը, ես այդպիսի մեկին չեմ ճանաչում, ու ես շատ կուզեի, որ յուրաքանչյուր հայ մարդ այդ առիթն ու այդ պատիվն ու այդ հնարավորությունը ունեցած լիներ իր կյանքում, որովհետև դրանից հետո կյանքդ շատ է փոխվում։ Մի տարածքում ես հայտնվում, որի ամեն սանտիմետրը անձնազոհությամբ է ողողված։ Մի տարածքում, որ ամեն քայլի դու հանդիպում ես հերոսական պատմությունների, մարդկանց կենսագրության մի մասն ես դառնում, ովքեր իրական հերոսներն են եղել, իրական պատմություն կերտողներն են եղել ու ում օրինակով մենք սերունդներ դեռ պիտի դաստիարակենք։ Ու ես շատ եմ ուզում, որ մենք այս ընկալումը ունենանք մեր միասնական երազի, երբ ասում եմ այդ հավերժական Հայաստան, հենց դա նկատի ունեմ։ Մեր հավերժական ճանապարհին մենք անպայման պիտի այդ առաջին հանգրվանը Արցախը պիտի լինի։ Այդ հավերժական ճանապարհի առաջին կանգառը Արցախը պիտի լինի, որովհետև առանց Արցախի մենք այդ հավերժականության ճանապարհը չենք հաղթահարելու որևէ կերպ։ Պես որ ես այդ փոքրիկ խրախուսական, այսինքն իմ հնարավորությունների չափով այդ խրախուսական դրսևորումները ես ուզում եմ, որ այս մեծ երազի մաս ընկալեք ու իմ մեծ անմնացորդ անհատակ սիրո դրսևորում առ իմ հայրենիքի անբաժանելի մաս Արցախ ու այնտեղի իմ քույրեր ու եղբայրներ։ Այդ քույրեր ու եղբայրները դուք ասած ես վերջին շրջան այնքան ասվալա ու օրիշ ֆոնով ես ուզում եմ սրտի մասին զգացած ինչքան է այլ հնչում երբ որ տա սրտանցա հնչում ու դու իրոք քեզ քույրը զգում այլ վեճ տալի են վեր սիրելի քույրեր եւ եղբայրներ ու դրանից հետո կյամը սպասիբա բայց ես հիացած եմ ասպրամը հունցա կարում իրան արդյունքները զսպե ես դեր Օժում տեսնամ այդ գիտակցությունը ու ապրումները հիբանցա կողքետ ու փուճիր ասպրամը հիբանցա հասկացալ վեր նվիրումի արժեքը Արցախնա դա արժեքա ու օժում դրանից խոսինք ու հետո արդեն կորստից խոսինք հիբիս հասկացալ վեր կպապու երազանքն այլել ունենալ Արցախ եւ որի հետ ինքը զոհվալա եւ արդյոք ինչ որ ձևի մեղադրանք ասում չում ատելություն բայց դիմի ձևի ասիս խեստիա դարալ այդ գիտակցումը թիբիայի կա երկու մասի պիտի բաժանեմ պատասխանը որովհետեւ մեխանիկական ընկալումը շատ փոքր տարիքից է եղել այսինքն ես երևի թե ծնվածս օրվանից ինձ դա մայրս դրա մասին, այդ երազի մասին, այդ փափագի մասին, նվիրումի հերոսության մասին պատմել է ու ինձ հիմա մեր ընտանիքի բարեկամները, ծանոթները ամեն հանդիպման ժամանակ ամեն մեկը մի փոքրիկ պատում ունի, որ պատմում է, թե փոքր տարիքում երբ հարցրել են անվանս պատմության մասին, ես ինչպես եմ հազիվ դեռ երկու բառ իրար կապելով Գևորգ Մարզպետունի եմ ցիտել եւ պատմել թե ինչ կարեւոր է անվանս ծագումնաբանությունը եւ այլն թե հայրիկը որքան է սիրել այդ անունը եւ հայրիկը ինչ ով է եղել այսինքն այդ մեխանիկական գիտելիքը շատ փոքր տարիքից իմ կյանքի անբաժան մասն է եղել բայց իրական գիտակցումը երբ դու իրապես դա զգում ես այդ էներգիայի կրողն ես դառնում դա արդեն բնականաբար ավելի ուշ տարիքում բայց դա այնքան բնական է եղել պարզապես ուղղակի մի օր արթնանում ես որովհետև հիմա մի
անընկալելի մի բան չի լինի, երբ ասեմ, որ ցանկացած մեկը, ով շատ մտերիմ մարդ է կորցրել իր կյանքում, կլինի ծնող կամ այլ մտերիմ մեկը, անընդհատ այդ փնտրտուքի մեջ է, պատճառի, հարցեր ունի, որոնք անընդհատ իրեն անհանգստացնում են ու հանգամանքները կապ չունեն։ Բայց այս պարագայում, իմ պարագայում, այդ հարցերը շատ ավելի շատ են եղել, որովհետև եթե այլ պարագայում մարդիկ առողջական տարբեր պատճառներով կամ տարբեր այլ դժբախտ հանգամանքներով բացատրություններ ունեն եւ փորձում են այդ բացատրություններով իրենց կորստի ցավը սփոփել, իմ պարագայում մի փոքր այլ է եղել։ Դու անընդհատ վերջնարդյունքում բախվում ես այն իրականությանը, որ սա գիտակցված ընտրություն է եղել, սա պատահականություն չի եղել, սա հստակ սկզբունքային որոշման արդյունք է եղել ու ես պարզապես իրավունքը չունեմ ոչ բարոյական, ոչ այլ այդ գիտակցված որոշման հետ հաշվի չնստելու։ Այլ հարց է, որ դա քեզ կարող է շատ ցավ պատճառել քո որպես անհատ ձևավորման ճանապարհին իր կարևոր դերը ունենալ, բայց դրա հետ հաշվի չնստել չես կարող։ Ու այդ գիտակցումն ու այդ առերեսումը ինձ համար չափազանց կարևոր է եղել։ Ես հստակ գիտեմ, որ այլ տարբերակ չի էլ քննարկվել ու դա նրա պատճառով չի եղել, որ ես կամ մայրս պակաս կարևոր ենք եղել կամ պակաս առաջնահերթ ենք եղել որպես ընտանիք իր կյանքում, ընդհակառակը սա արվել է հանուն ինձ առաջին հերթին, հանուն իր ընտանիքի, որովհետև համոզմունք ու սկզբունքային ընկալում է եղել, որ եթե ես չէ, ապա ով, եթե ես չստանձնեմ այս պատասխանատվությունը, ապա ով, եթե ես իմ զավակին չպաշտպանեմ, ապա ով դա պիտի անի, եթե ես իմ զավակի համար հայրենիք չերաշխավորեմ, ով դա պիտի անի։ Ու ես շատ մեծ պարտավորություն եմ զգում այս ժառանգության նկատմամբ եւ ինձ համար այդ ընկալումը չափազանց կարևոր է եղել, այդ իրականության հետ առերեսումը ու ես շատ կուզեմ, որ ցավալիորեն ինձ բախտակից դարձած ընտանիքներում, որտեղ մեծանում են զավակներ, կապ չունի տղա թե աղջիկ, ես շատ կուզեմ, որ իրենց ծնողները, մայրիկները, իրենց խնամակալները, տատիկները, պապիկները այս գիտակցում իրենց զավակներին անպայման փոխանցեն։ Իրենց հայրերը, իրենց մայրերը հանուն ոչնչի չէ, որ զոհվել են։ Իրենք զոհվել են առաջին հերթին հանուն իրենց զավակների ապագայի, իրենց զավակների հայրենիք ունենալու իրավունքի ու իրական հայ մարդիկ դա չափազանց բարձր են գնահատում, դա իրական հերոսության դրսևորում է։ Ես ուզում եմ, որ իրենք չտրվեն այդ քարոզչական կեղտոտ սադրանքներին ու թեև իրենցից խլել են արժանապատիվ սգալու իրավունքը, ես դա միշտ ասում եմ, որովհետև մեր սերունդը, այո, մենք կորցրեցինք ամենաթանկը, բայց մենք Արցախ ունեցանք։ Եվ իրավունք սգալու։ Այո, եւ իրավունք արժանապատիվ սգալու ու պատվելու մեր հերոսներին։ Ցավալիորեն, այո, մենք լրիվ ուրիշ մենակ կատարվում։ Ցավալիորեն հիմա մենք տեսնում ենք այլ իրականություն։ Ու ես շատ կուզեմ, որ մի քիչ թեև հիմա շատ ավելի դժվար է, շատ են մարտահրավերները, բայց այսպես ատամները կրճտացնելով պիտի կարողանանք գոնե նվազագույնը վերադարձնել են ընտանիքներին, որոնք ամեն ինչ են տվել
հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի, հանուն հայկական պետականության ու ինձ համար շատ կարևոր է որ իրենց զավակները այդ գիտակցումը ունենան ես ուզում եմ որ իրենք ուղիղ ողնաշարով քայլեն իրենց հայրենիքում, որովհետև իրենցից առավել որևէ մեկը այդ իրավունքը չունի։ Այնպես որ շատ կարևորելով հերոսության, իրական հերոսության հանգամանքը, նաև վերադառնալով թե ինչ է հարցին, թե ով են հերոսները եւ ինչն է հերոսությունը, իրենց ծնողներն են, իրենց հայրերն ու մայրերն են, իրենց տատիկներն են, պապիկներն են, ովքեր վճռական պահին պատասխանատվություն են ստանձնել ոչ միայն իրենց ընտանիքի կամ իրենց կյանքի նկատմամբ, այլ մի ամբողջ ժողովրդի, մի ամբողջ հայրենիքի համար։ Հաղաթումը ինձ նորմալ մարդ չում զգում, իմ մոտ տպավորությունն է, որ երևի ասում են, այս չափազանցնողը հուվա ինչ ամեն ինչ ռոմանտիզացնում, տխ ինչ կա գուտը տա ինչ մի լավ բեն ավեր, դրա մասին խոսին, դրա մասին մտածին ու հետո ճարմս մինին վեր խոսում ա քիզ հետ նույն հարթության իրա վեր արժե զրկում չի կիսում ա, վեր դա ավելին ա համարում ավտոշարունակի ծախապերում կարում չու Ոզում Արցախի կորստից խոսենք ու այդ հերոսության ընկալումից ի վերջո հազարավորների համար ոնց վեր քեզոտը իլալա այդ շոշափելի երազանք հանուն ինչի քեցալն բազմաթիվ հայրեր Արցախի կորստից հետո ինչ ապրումն ես ունեցալ ու ոնցս լե սպասեիս ինչա ինական այդ կորստից հետո ոնց ենք խոսլան Արցախի մասին ու մինձևի գիդումում վեր առ ոչինչ չի իլելի, բայց ինչա փոխվալ մտածած վեր Արցախը այլևս ինչա քեզատե ու այդ քո անհայր մեծացած տարիները ինչ արժեքավ են փոխվալ, ոնց են փոխվալ։ Չեմ կարծում, որ սրա մասին երբևէ խոսած, այսինքն սրա մասին հանրայնորեն հանրային խոսքում նշած լինեմ, բայց երևի սրանից ավելի հարմար առիթ այս անկեղծ զրույցից ավելի հարմար առիթ չեմ էլ ունենալու, բայց կուզեմ, որ անպայման դուք դա իմանաք ու մեզ ունկնդրող իմ սիրելի հայրենակիցները դա իմանան։ Ես շատ փոքր եմ եղել, ես ընդամենը 1 տարեկան եմ եղել, երբ հայրս զոհվել է ու ցավալիորեն իրենից կենթանի հիշողություններ չունեմ, բայց ինչպես քիչ առաջ ասացի, իր անձնազոհության ամբողջ զորությունը, իր անձնազոհության իմաստը ես միշտ գտել, տեսել, շոշափելի զգացել եմ Արցախում ու բնականաբար Արցախի կորուստը ինձ համար հավասարազոր է եղել իրեն երկրորդ անգամ կորցնելու հետ։ Երևի թե այդ ամենա դաժան ու ամենա անբացատրելի օրերն են եղել այդ նոյեմբերի 9-ը, դրան հաջորդող օրերը, ամիսները իմ կյանքում շատ բաներ չեմ էլ հիշում անգամ, որովհետև մշուշ էր այդ քաոսը, որ շրջապատում էր մեզ, մարդիկ ովքեր դեռ չէին գիտակցում, մարդիկ ովքեր գիտակցում էին ու չգիտեին այդ ցավի հետ ինչպես ապրել ու մարդիկ ովքեր շարունակաբար հերքում էին այդ իրողությունը ու դու հայտնվում ես այդ ամեն ինչի կենտրոնում փորձելով ինքդ քեզ հասկանալ այդ կորստի ցավին
դիմանալ, այդ կորստի ցավով ապրել ու փորձել հասկանալ ինչ կարող ես անել դու, որպեսզի այդ ատելության, որովհետև սա էլ գաղտնիք չի լինի, մենք բոլորս տարբեր փուլերում կլինի դա նոյեմբերի 9 եւ դրան հաջորդած օրերն ու ամիսները, թե հետընտրական շրջափուլը, թե 23 թվականի այդ ցեղասպանական գործընթացը, մենք այդ տրավմաները ապրեցինք, բայց չէինք հասկանում ես այդ իրականում ինչ է, այսինքն չէին ամբողջությամբ, որովհետև այդ հնարավորությունը չէինք ունենում, ուղղակի նստելու հանգիստ եւ մի հատ անդրադառնալու թե մեզ հետ ինչ կատարվեց, որպես անձ անհատականություն եւ որպես հանրույթ, որպես միավոր ազգ, միավոր, ու նույնն էլ բնականաբար իմ պարագայում էր, ու քանի որ ես վստահ գիտեի, որ նոյեմբերի 9-ի դավաճանագրի ստորագրումից հետո Արցախի ճակատագիրը լինելու է այնինչ եղավ, ու դրա մասին հանրայնորեն եմ նաև խոսել, ինձ համար շատ ցավալի էր այն զգացումը, որ ես կյանքումս առաջին անգամ ունեցա, ու դա ունեցա իմ հայրենիքում, այդ օտարության զգացումը, երբ դու փողոց էիր դուրս գալիս ու քեզ բոլորը քո հայրենակիցները, մարդիկ, դու չէիր կարողանում, դա անբացատրելի մի բան է, ու ժամանակ բնականաբար ժամանակ պահանջվեց ներքին այդ ցասումդ հանդարտեցնելու համար, ժամանակ պահանջվեց յուրայիններ փնտրելու ու գտնելու համար, որովհետև բոլորն էին մոլորված, բոլորն էին ցասման մեջ, բոլորն էին անհասկանալի ցավի մեջ, անբացատրելի ցավի մեջ, մենք իրապես չէինք հասկանում ինչ կատարվեց մեզ հետ, ու ես հիմա եմ հետահայաց նայում ու փորձում վերլուծել կատարվածը, ու հասկանում ես, որ դու ցեղասպանությունից հետո սա թերևս մեր որպես ազգ միավորի ամենացավալի տրավման է եղել, որ մենք ապրել ենք, սա փորձում են անընդհատ սրա կարևորությունը, կորստի կարևորությունը, կորստի ցավը անընդհատ փորձում են նսեմացնել, ինչ որ տրամաբանական անհեթեթ բացատրություններ դրա համար գտնել, հաճախ երբեմն անգրագետ քաղաքագիտական բացատրություններ են փորձում սրա համար գտնել, բայց այն ինչ մենք ապրեցինք, այն ինչի միջով մենք անցանք, սա ես գնահատում եմ ցեղասպանությունից հետո մեր ժողովրդի ապրած ամենադրամատիկ իրադարձություններից մեկը, որովհետև հակառակ նրա թե ինչ կատարվեց 90-ականներին, մենք կարողացանք ցեղասպանության այդ տրավմայից ձերբազատվել, այդ հավերժական շղթան կորուստների, հայրենազրկման, ցեղասպանվածի հոգեբանության այդ անընդհատ շղթայից մենք Արցախի ազատագրմամբ ձերբազատվեցինք, մենք ունեցանք անկախության սերունդ, հաղթանակի սերունդ, հիմա նոր կարողանում եմ փոքրինչ ավելի ռացիոնալ սկսել այդ կորստին մոտենալ, այսինքն այդ էմոցիան, այդ վրդովմունքը, այդ ցավը, ցասումը, թեև դրանք չեն մարել, բայց դրանք կարողացել եմ տրանսֆորմացնել, ու դրա համար շատ մեծ ժամանակ պահանջվեց, դրա համար նաև ասում եմ, որ իմ եւ իմ քաղաքական գործունեությամբ զբաղվելն էլ ինքնանպատակ չէր ու բնավ պատահական չէր, որովհետև ես միայն այդ ճանապարհով տեսա իմ սկզբունքների, իմ հավատամքի հանրայնացումը այդ պահին, ես իրոք հավատում էի, որ ունեմ ասելիք եւ այդ ասելիքը անպայման պիտի ես ասեմ, որովհետև ու շարունակում եմ այդ համոզմանը մնալ, որովհետև կան երևույթներ, որոնց մասին պիտի խոսեն մարդիկ, ովքեր այդ փորձառության կրողն են։ Ես այդ հարցնելու մոզա քեզ տամ, այն պահին վերասազվեր պապաս
գիտացա ինչա ընտրում, ուզամ նաև քեզ տա հարցնիմ, մենք ցանկացած մարդ վեր կարողանույն ցավն ապրում, այդ ամեն ինչի մեջ ավանցակենում, ամեն դեպքում մեկուսանումա անվտանգությունա տեսնում այդ մեկուսացման մեջ, քան տրնա քաղաքական, ստի ասած խաղերի մաս ու տուվել ինձ թվում է քու հնարավորությունների քու այդ պահին վեների սահմանում ոչ պակաս անձնազոհությանս քեցա, թեև գուցե ինչ-որ մեկին թվում է թատա պաշտոնա տա պատիվական ինչ ես գիտում վեր տա զոհողություն է ու ուզում նաև այդ որոշմանը դմասին պատմիս հունցս կրեցալ կայացնիս ինչնա քեզ օգնալ, ինչնա խնգարալ այդ պահը հունցայել ընդհանրապես քեզ զանգնդվալ առաջարկալն քու արձագանք դրան հունցայել Նախ շատ շնորհակալ եմ ինձ համար շատ կարևոր է որ մարդիկ իրոք հասկանան որ իմ քաղաքականությամբ զբաղվելը իրոք ինքնանպատակ չի եղել սա քաղաքական կարիերա կառուցելու ամբիցիա չի եղել որովհետև թող որ մեզ ունկնդրողները սա մեծամտություն չհամարեն բայց ես երբեք նման ձգտում եւ հավակնություն չեմ ունեցել ինձ համար չափազանց կարևոր է եղել իմ զգացածը իմ մտքերը շատ ավելի լայն շրջանակների համար լսելի դարձնելը որովհետև այն ինչ ես զգում էի նոյեմբերի 9-ից հետո քիչ առաջ էլ ասացի այդ անհավանական ցավ ու ցասում էր ու նաև անհամաձայնություն ու ընդվզում որ չի կարող մարդուց խլվել հայրենիք ու մարդնով այդ հայրենիքի գիտակցումն ու զգացում ունի դրա հետ հաշտ լինի ու երբ հայ հեղափոխական դաշնակցությունից ստացա առաջարկ ես կուսակցական չեմ բայց դաշնակցությունը առաջին հերթին ինձ համար հորս եւ իր ընկերների կուսակցությունն է ու որևէ մեկի համար գաղտնիք չէ որ մեր ընտանիքն ու հայ հեղափոխական դաշնակցությունը շատ ամուր կապերով են կապված արդեն ասացի մեզ համար մեր ընտանիքում գիտակցումն ու ընկալումը հենց այդպիսին է եղել, որ դաշնակցությունը դա առաջին հերթին հայրիկի ու իր ընկերների կուսակցությունն է, մարդկանց, ովքեր իրենց կենսագրությամբ, իրենց անձնազոհությամբ, իրենց նվիրումով, իրենց գործով ապացուցել են սերը, նվիրումը գաղափարին, հայրենիքին, ում համար կուսակցությունը եղել է հայրենիքին ու իրենց ժողովրդին ծառայելու միջոց գործիք եւ ովքեր այդ գործիքն ու այդ միջոցը ամենաբարձր ու նվիրական եղանակով դրսևորել են ու երբ ստացա բնական էր շատ բնական էր որ մտածելու տեղիք պիտի տա այդ առաջարկը եւ բնականաբար երկար անհրաժեշտ էլ չեղավ մտածելու իրականում որովհետեւ իրավիճակը այնպիսին էր, որ ես արդեն իսկ ունեի այդ պատասխանատվության մեծ զգացումը, ես երբեք չեմ մտածել խուսափելու, թեև միշտ ասում եմ, շատ ավելի դժվար է այն մարդկանց գործը եղել էս տարիների ընթացքում, ովքեր այլ ընտրանք են ունեցել, բայց ընտրել են անել այնինչ անում են հանրային դաշտում, քաղաքական դաշտում, քան եթե դա միակ քո ընտրությունը լիներ եւ դու ուղղակի դրանով զբաղվեիր։ Ու հա ինձ համար սա գիտակցական մակարդակում ամենադժվար միևնույն ժամանակ ամենապատասխանատու ընտրություններից ու որոշումներից մեկն է եղել։ Պատասխանատվություն ստանձնել թե ոչ ու պատկերավոր միշտ ասում եմ ընկերներիս էլ որ ես ուզում էի հայլում երբ ինձ իմ արտացոլանքը տեսնեմ հաշտ լինեմ այդ արտացոլանքի հետ որ ճիշտ պատմաստա ասելի նույնիսկ այդ հասման մեջ արցունքների մեջ ասպրամ քեզում եշում ու այն հիշումս մեր տետրակներին ունեցալ ազգային հերոսների նկարները ու հայրիկիդ նկարնում հիշում են ժպտուն աչքերը վեր եթե անգամ լացին այդ
կարծես այդ աչքերն է ինձ եշում այդ տարիների իմ հայացքը այդ նկարին ու ինձեւի պարտքի ինչու պատասխանատվության այդ գրումը ու տպավորությունը մենք հասկանում վեր ինչ վեր արժեք դինումը վեր մեր ծնողներն էսն փոխանցալ, բայց ես ինձեւի գտնում վեր ավելի շատ հայրիկիդ աչքերով դու այդ պայքարը քիզերայիս երկարալ ու առաջ սկինամ ու մի հարցում ուզում տամ այդ կենսագրությամբ այդ ապրած տարիներով ինչքանավա հիշտ կին քաղաքական գործիչիներ մինտեղ, շտեղ շատերը նույնիսկ ծառայած չեն ու ավելի շատ իրական Հայաստանի հետ են ճակետներում կսա ասում։ Շատ դժվար, որովհետև ես պատիվ եմ ունեցել ու ճանաչելու, աշխատելու, մի միջավայրում լինելու մարդկանց հետ, ովքեր իրական ուսադիրի արժեքը իմացող, հայրենիքի գինի իմացող, հայրենիքի նկատմամբ նվիրում ու պատասխանատվություն ունեցող մարդիկ են ու շատ հիասթափեցնող ու շատ տխուր է բնականաբար, բայց ես նաև գիտեմ, որ շատ կարևոր է հիմա, առավել եւս հիմա, խոսել ու արժևորել այդ մարդկանց նվիրումն ու աշխատանքը եւ ես կարծում եմ, որ ցանկացածս դուք ձեր քաթերի միջոցով ես իմ հանրային ելույթներում եւ առհասարակ պիտի անպայման այդ կարեւորության մասին խոսենք եւ պիտի անպայման հիշեցնենք այդ նաեւ այդ մարդկանց, որոնք հիմա իրենց համարում են մոռացված, չգնահատված, չարժևորված իրենց ծառայությունը, իրենց նվիրումը, իրենց զոհողությունը, իրենց ընտանիքների անդամներին, հիշեցնել, որ կան մարդիկ եւ այդ մարդիկ քիչ չեն, այդ մարդիկ հստակ գիտեն, արժևորում են, այդ մարդիկ ճանաչում են, թացը չորից տարբերակում են, այդ մարդիկ գնահատել գիտեն, արժևորել գիտեն, ես չեմ պատկերացնում հայրենիք, որտեղ հայրենիքի նկատմամբ նվիրումը դա կապ չունի զինվորականի կողմից կլինի, բժշկի կողմից կլինի կամ ուսուցչի կողմից կլինի, չգնահատվի։ Դա ինձ համար անընկալելի մի բան է։ Հասարակությունը, հասարակության առողջության չափանիշը ինձ համար հենց դրանում է, որ հասարակությունը ունակ լինի, կարող լինի, անկալունակ լինի գնահատելու ու արժևորելու հանրային ծառայություն մատուցող իր ներկայացուցիչներին ու սա ինձ համար ամենակարևորն է ես այլ իրականություն, այլ միջավայր ինձ համար, իմ ապագա բալիկների համար չեմ պատկերացնում ես ուզում եմ, որ մեր բալիկները, որոնք պիտի այս հայրենիքի տերն ու առաջնորդը լինեն ու այս հայրենիքի նկատմամբ պատասխանատվություն ստանձնողը լինեն, հաջորդ սերունդը պիտի լինեն այդ պատասխանատվություն ստանձնողների, իրենք այդ գիտակցումով դաստիարակվեն, որ իրենք պիտի գնահատեն մշակի աշխատանքը, իրենք պիտի գնահատեն բժշկի աշխատանքը, իրենք պիտի գնահատեն հոգևորականի աշխատանքը, իրենք պիտի այդ անձնազոհության հետ հաշվի նստեն, որովհետև մենք խոսեցինք անձնազոհությունից, ես շատ շնորհակալ ու շատ զգացված եմ, որ իմ աշխատանքը ձեր աչքերում, իմ փոքր ներդրումը, իմ համեստ ներդրումը ձեր աչքերում այդ գնահատականն ունի, բայց ես չեմ համարում, որ սա այն անձնազոհությունն է, որը երբևիցե կարող է համեմատելի լինել իրական անձնազոհության դրսևորումների հետ։ Սա նվազագույնն է, որ յուրաքանչյուրս պիտի անենք։ Իմ ընկալման մեջ այդպես է, նվազագույնն է, որ յուրաքանչյուրս պիտի անենք։ Այո, այդ անհարմարավետ կլինի, այդ դժվար կլինի, ատելության խոսքը լսելը հեշտ չէ։ Մենք սկսեցինք ոդկաթը փոքրիկ
ատելության խոսք սփռողների մասին հիշատակումով ու ես չեմ ուզում, որ մենք կաշտանվենք այդ բացասական էներգիայով, որովհետև դրա միակ նպատակը առողջ ձայները լռեցնելն է։ Շատ կարևոր է, որ դու թույլ չտաս քեզ քո հավատամքի, քո նպատակի ճանապարհից շեղեն։ Միշտ էլ ինչ էլ անես, մեկը կգտնվի, որ հավան չի լինի, արածիդ անհեթեթ պատճառներ, պատճառաբանություններ կգտնի քննադատելու, քեզ բարոյալքելու, քեզ թիրախավորելու։ Շատ կարևոր է, որ միշտ հիշես, որ եթե ազնիվ ես քո նպատակներում, եթե անկեղծ ես քո նպատակներում ու հավատարիմ քո սկզբունքներին, միմիայն առաջ պիտի նայես ու միմիայն առաջ պիտի գնաս։ Ու ես նաև թերևս այդ համոզմունքն է, որ ինձ որպես կին քաղաքական գործչի, որը այնքան էլ հեշտ չէ, եթե չասեմ չափազանց դժվար է այս շատ պատրիարխալ հասարակությունում ոչ միայն քո սկզբունքներին հավատարիմ մնալը, այլ նաև ինքդ քեզ չկորցնելը, ինչը ինձ համար առաջնահերթ է միշտ եղել, սեփական եսը չկորցնել, որովհետև այս քաղաքական գործընթացներից անդին կա կյանք, եւ այդ կյանքը մենք դեռ ապրելու ենք, ու ես շատ ուզում եմ, որ մենք այդ կյանքը բարձ ճակատով ապրենք, որ այն մարդիկ, ում հանդիպելու ենք իրենց հաջորդ կյանքում, որովհետև մեր կյանքը չի փոխվում։ Ես այդպես միշտ ասում եմ, շատ իշխող խմբակի падգամավորներ կան, որոնց ես ճանաչել եմ իրենց նախորդ կյանքում։ Որոնց հետ նաև ես Արցախ եմ այցելել իրենց նախորդ կյանքում։ Ես շատ ուզում եմ, որ մենք այնպես ապրենք, որ մեր մասին այդպես չխոսեն, որովհետև մեր կյանքը շարունակվում է, մենք նախորդ ու հաջորդ կյանքեր չենք ունենալու, այո, եւ դրա համար ես ուզում եմ, որ այդ արժանապատիվ ապրես ու անցնես այդ կյանքը, ու այդ ամենադժվարն է թերևս այս գործընթացներում, սեփական եսը չկորցնելը, սեփական սկզբունքներին հավատարիմ մնալը, դրանց դեմ չգնալը ու միշտ հիշելը, որ այս ամեն ինչը մի օր ավարտվելու է, իրոք ավարտվելու է, դա է օրինաչափությունը կյանքի, ամեն բան ունի իր սկիզբն ու ավարտը, ու սա էլ այս դժբախտ ընթացքն է իր ավարտն ունենալու, ես ուզում եմ, որ այդ ավարտը երբ արձանագրվի, մենք ոչ թե ավելի թուլացած ու ավելի բաժան բսկտված լինենք որպես հասարակություն, որպես ազգ միավոր, այլ ընդհակառակը ավելի կոփված, ավելի խոհեմ, ավելի միասնական, ավելի կուռ, որովհետև մենք դեռ շատ գործ ունենք անելու, մենք դեռ հայրենիք ունենք ազատագրելու, հայրիկի մասին խոսեցինք, իր երազանքը միայն Արցախը չի եղել, ինքն իր երգիր պիտի վերադառնար, ինքը Կարս պիտի վերադառնար, իր հայրենի Կարս, որտեղից մենք արմատներով սերում ենք, ու հավատամքը, որ անպայման ինքը վերադառնալու է, շատ իրական է եղել, շատ իրական, հիմա նաև թիրախավորվում են մարդիկ ու շատ դեպքերում նաև ծաղրի նյութ է դառնում, անընդհատ ասում են, պաթետիկ ելույթ էր, պաթոս, գիտեք, եթե դու ունակ չես հայրենիքի նկատմամբ անհատակ սեր տածելու, եթե դու ունակ չես զգացական մակարդակում այդ հողն ու ջուրը ապրելու, զգալու, դրա նկատմամբ երկրպագություն ունենալու, դու դրա համար անձնազոհության էլ ունակ չես։ Դրան հետի իրանց հետի հերոսը հարկատունա, մզետի հերոսը լրիվ այլ պենա, ու նաև Տրանայեմ օզալ խոսիմ ինչա նշանակում 2023 թվականին
ունենալ այդ կոչումը հերոսի դուստր ինելի ու հտետուկվել քու խոսքը մսեցիր վեր մարդիկ հուրոց հետի տավեշմին արժեք չոնե տա թվամա պաթոս դու քեզ տա ազդում ատու տրամ նհետ փորձումս ինչ որ մինձև պայքարից թա դու ընդունումս վեր այդ մարդիկ պարզապես այդքանն ավելի ընդունակ չն ու ստի ասած ընդունումս վեր տի տեսակել կարեգոյություն ունենա թա օնիս հավատամք վեր այդ տեսակին փոխելու հնարավորություն կա Ես շատ մեծահոգաբար եմ վերաբերվում իմ հասցեին ուղված բոլոր քննադատություններին, նախ որովհետև համարում եմ, որ եթե ընտրել եմ հանրային գործունեությունը ու հանրային պատասխանատվություն եմ ստանձնել, ապա պիտի պատրաստ լինեմ այդ քննադատությանը, նաև ատելության խոսքին, բայց միևնույն ժամանակ պատասխանատվության մեծ զգացում ունեմ Նաև հենց այդ նշածը մարդկանց նկատմամբ, որովհետև ես չեմ կարող իրենց մեղադրել։ Ես միշտ ասում եմ, շատ սխալ եմ համարում մարդկանց մեղադրելը, որովհետև հանրային կարծիք ձևավորող, հանրային արժեք ձևավորող մարդիկ, ովքեր պատասխանատվություն են ստանձնում տարբեր բնագավառներում գործունեություն ծավալելու, այդ պարտավորությունը իրենցն է, հանրային առողջ միջավայր ստեղծելու, պարտավորությունը քաղաքական գործիչներինն է, կուսակցություններինն է, քաղաքական պատասխանատվություն ստանձնած խմբերինն է, պատասխանատվությունը մտավորականությանն է, հոգևոր դասինն է, Եվ հետևաբար ակնկալել, որ իր դժբախտությունների տակ կքած, իր դժվարությունների տակ կքած, կենցաղային տարբեր դժվարություններով ապրող քաղաքացին պիտի այդ ընկալումը ունենա, այդ գնահատելու կարողությունը ունենա կամ այդ աշխարհընկալումը ունենա, ես չեմ կարող այդպիսի մեծ սպասումներ ունենալ, եթե այդ աշխատանքը նախապես չեմ արել։ Այս թեմաների շուրջ ինձ թվում է շատ երկար կարելի է խոսած, որովհետև այն միջավայրի շտեղ վերմուտ մծացալնք, այն սկզբունքներն ինչով առաջնորդվել ենք, մի տեսակ ցրևակ է մշկորներից առաջին ու այդ միասնականությունը վեր իլելա այդ 30 քանի տարիների ընթացքում ինձևի մաքսիմալ արժեզրկվում է ու ցավոք մուկ սորապրում չկեն Հայաստանում, շտեղ վեր ծնվալանք, շտեղ մծացալանք ու մուքել կավեչ նույնիսկ են տարածքը շտեղ վեր մուք մծացալանք, բայց այդ երազը, այդ նախկինում ինձ է էլ ռոմանտիկ թվայից վերասան պիտի վերադառնանք անի կարս ու ես վատում զգում հենք ինձ իմ այդ մտքերի հետ է, որովհետև ես մենք կանգնացում մի կետում շտեղ վեր ցավոք կարող է իմ սերնդներին, իմ հետնորդներին էլ այսին ռոմանտիկը, բայց ես ոզում չում դա ռոմանտիզմը համարվե, այլ ցանկացած գնավ նորից կորցրածը վերադարձնելու եւ վերջապես շատ ավելի հստակ գիտակցելու ինչ ունենք ու այդ ունեցածով առաջ քնելու հետո շնորհակալություն քեզ շատ ասպրան Ես եմ շնորհակալ առաջի անգամ հանդիպում բայց այսքան ջերմություն ու այսքան միանման մտածելակերպ հաճելի է շատ Դե մենք մեկ ենք, ես ասում եմ, չէ։ Հատկապես ես նասպրամը ավելի մեկ ենք, որտեվ ասկերանի շրջանից ենք մոք դու պատահերոց մարդուց։ Թող Երանի կային օրը վեր դու քինաս Ղազանչեցոց, ես քինամ Ստեփանակերտ, Մարիամը քինա Հորուչուղ ու թող վեր տա ինի վեճ երազանք, թող տա ինի մեր ամենօրյա աշխատանքը, մեր նպատակը ու Ոզում նաև մեր դիտողնենքիրին ուրանց խոխորձը ինչ արժեքն է ավնդայս ծիրակում ու մեր այս քաթին վերաբերյալ ուրանց կարծիք կիրին
ծզելա թվամ զեսա պաթոսա թատուքելը կիսում այն ինչ վերմունք խոսալանք անպայման գիրեցիք մս շատ հետաքրքիր ամ ու կարդում ենք դասենք քաղում որոշ ձեր մեկնաբանություններից որոշներից ոգեշնչվում ենք շնորհակալություն գործար Ալիքին իր նոր կահավորված տաղավարը եւս մս անշահախնդրորեն տրամադրելի հետի եւ շնորհակալություն բոլոր նրանց վեր շարունակում են աջակցին մզրե Արմենիում եւ Պատրեոնում եւ մունք ծզնետ միասին կարում ես քաթերի շարունակականությունը ապահովենք ու թվայնացնենք Արցախի բարբառը վերպիտի նորից հնչի Արցախում Սիրելի մեր արցախցիներ գիտում եք վեր շատ ծանր սոցիալական վիճակա տահատեցա շնորհակալություն ենք հայտնում այն նույնիսկ $2 հետ վեր նվիրաբերում ենք մեր Patreon-ին քաթերի շարունակական ինիլի հետ իսել անցքին դեմքին տրակտոր դրան ջատեն կխնես դիջա ու սկսենք Մին какой-нибудь хейтерից սվախում Ադրերը պահանջում են որ անպայման լինեն Լավ դες